Սարգսյան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ հետ կապված կլսենք ձեր գնահատականը եւ այսպես Նիկոլ Փաշինյանը շարունակում է վախեցնել, որ ըստ էության 3 պատերազմ վերած մարդը ասում է, որ դուք եք պատերազմ ուզում, դուք եք այս պատերազմը ամեն ինչը հրահրում, դուք եք Արցախի մասին խոսելով պատերազմի հողի վրա ոտք դնում, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը եւ հասնել ԵԽԽՎ այդ ամբիոնից մի բառ անգամ չասել Բաքվում շարունակվող խոշտանգող մեր հայրենակիցների մասին, չխոսել Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիայի մասին, դրա փոխարեն հերթական հարձակումը կազմակերպել հայ առաքելական եկեղեցու վրա։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ընդհանուր առմամբ ես իմ գնահատականը վաղուց տվել եմ եւ կարծում եմ, որ շնորհակալ գործ չէ այդպես բոլոր բանական մարդկանց կողմից որպես թյուրիմացություն, մեղմ ասած թյուրիմացություն, իսկ ընդհանրապես տեսեք ազգակործան պատուհաս, ազգադավ, սրբապիղծ, հազար բան է ասված, չէ, բայց ես ամեն ինչ ասում են եւ այդ բոլորը ցավոք սրտի բավական հիմնավոր են եւ ասողներն էլ բավական ի վերջո լուրջ ճանապարհ անցած մարդիկ, փորձառություն ունեցող մարդիկ, հետևորդներ ունեցող մարդիկ եւ դրանց էլ ինչ որ բան ավելացնել դժվար է եւ իմաստ չունի, այստեղ հարցը պետք է այլ ձևով ընկալվի։ Մենք ունենք հայ ժողովրդին մարդկությանը, որտեղ մարդկության այս հատվածը նույնպես մտնում է մարդկության մեջ, իր մտագար պատկերացումները պարտադրող իշխանավոր եւ այստեղ հարցը հետեւյալն է, մենք պիտի որոշենք, իսկապես նա մեր ներկայացուցիչն է, թե մեզ հետ կապ չունի Քաշնաձարի բախտով եւ թշնամիների աջակցությամբ, որովհետեւ այդպես էլ հիմնավոր հերքում չեղավ այն փաստի, որ մեծ գումարներ են փոխանցվել մինչև իշխանափոխությունը 18 թվականի, թե եւ ներկայացված փաստերը բավական հիմնավոր առարկայական էին, դա երբեք չհերքվեց։ Ես հիշում եմ, որ այն երկու շաբաթվա ընթացքում երբ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը զարթնել է իր սխալ ճանապարհից, բամբասկոտ լրատվական աշխատանքները որպես ահաբեկման գործիք օգտագործող մարդը սթափվել է եւ ուզում է ծառայել ճշմարտությանը։ Ես երկու շաբաթ իր հետ էի եւ ճանապարհին այսինքն մեծ քանակությամբ բարձր արժողությամբ սննդամթերք ու խմիչքներ էին բերվում։ Ես ասացի, իսկ ովքեր են սրանք։ Ինձ հետաքրքիր էր, թե ովքեր են այդ ճագերտավոր աջակցողները, որ չեն էլ ուզում նկարվել, ասենք բերում են, դե ասում եմ մենք ինչ մեծ բան ենք արել, որ նկարվենք, խուսափում էին։ Սկսում եմ նաև դրանք վերհիշել, բայց այդ բոլորը մի կողմ։ Բարեբախտաբար ես ինձ համար շուտ կողմնորոշվեցի, բայց ցավոք սրտի նրանք ովքեր պետք է լսեին, թե փորձառու մարդն ինչ է ասում, նրանք այդ կարողությունը չունեցան, նույն եւ բավական ուշացումով սկսեցին հասկանալ։ Հիմա իհարկե շատ ճիշտ է շեշտադրում կատարում, չխոսել պատանդների մասին նշանակում է պարզապես մարդ չլինել։ Խոսել խաղաղության գերիների, ռազմագերիների արկայության պայմաններում դա նշանակում է լինել օտարի գործակալ։ Անել այնինչ թուրքն անգամ չի համարձակվում անել, այսինքն թուրքը վատ իմաստով չեմ ասում։ Ցեղասպանություն իրականացրած թուրքերը ունեն բազմաթիվ պատմաբաններ, հետապնդվող նաև գրողներ, որ ասում են, որ ի վերջո եղել է ցեղասպանություն։ Կա ի վերջո միջազգայինորեն ինքը հակադրվում է Ալիևի փալասը դառնալու համար, ոտքի տակի շորը դառնալու համար ինքը հակադրվում է Ռուսաստանին, որ ճանաչել է ցեղասպանությունը, Եվրոպական միության ընդհանուր Եվրոպական միության խորհրդարանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, առանձին վերցրած շատ պետությունների։ Նա որպեսզի Ալիևին հաճելի դառնա, Ալիևի դեն նետվող թաշկինակը դառնա, ինքը հակադրվում է նաև քաղաքակիրթ աշխարհին։ Հայ մարդիկ սա պետք է հասկանան։ Երբ ինքը ցեղասպանության Թանգարան ինստիտուտի տնօրենին հեռացնում է ընդամենը այն բանի համար, որ այդ ինստիտուտի այդ կառույցի ներկայացուցիչին վայել կեցվածք է դրսևորել, այսինքն իր թանգարան այցելող մարդուն, որևէ թանգարան որ այցելում ես, այնտեղ կան ինչ որ այդ թանգարանի հետ կապված փաստաթղթեր, հուշամեդալներ են լինում երբեմն, տարբեր բաներ, այսինքն երբ դու ուրեմն պետք է փակես այդ հաստատությունը։ Դու ինքդ չես ուղեկցում Ամերիկայի փոխնախագահին, պետական պաշտոնյա չես նշանակում եւ այս բոլորը գիտեք
միայն ապիկարություն չէ, միայն անշնորհքություն չէ, բայց ես կնեմ